Բարև ձեզ հայր ջան։ Ուզում եմ խոսել երեխայի դաստիարակման մասին։ Մեր երկրում, մեր հայ ազգի մեջ, երեխան համարվում է երկրորդական անձ, ինչպես ցույց տվեց ժամանակը։ Շատ ծնողներ նորմալ չեն հետևում երեխայի դաստիարակությանը։ Աչքաթող են անում, ընկերուհիների հետ սուրճ են խմում, սրանից նրանից են բան փասում, ուրիշների մասին են խոսում, ուրիշ թեմաներ են շոշափում, բայց իրանց երեխաների մասին դաստիարակչական հոգ չեն տանում։ Ինչի մասին է խոսքս։ Նախքան երեխային դաստիարակելը, ծնողը պետք է առաջնահերթ դաստիարակի իրեն։ Եթե մայրը երեխայի դեմ վատաբանում է հորը կամ հակառակը, հայրը վատաբանում է մորը, երեխան այդ ամենը տեսնելով չի կարող հարգել այդպիսի ծնողի։ Կարող է վախենալ, բայց չհարգել։ Գիտեք ինչու։ Որովհետև երեխան ծնողներին ընդունում է իրենց վարքով, իրենց պահվածքով, երեխայի հանդեպ։ Ինքը օրինակ տեսնում է իր հոր մեջ, թե ինչպես է նա վերաբերվում իր ընտանիքին։ Եվ մեծանալով այդ երեխան ամենաքիչը դառնում է ագրեսիվ մարդ։ Ճիշտ է, ինքը կարող է դրսում այդ ամեն ինչ ցույց չտա, բայց իր ընտանիքում ինքը իր կնոջից այդ մուռը անպայման հանելու է։ Դա հոգեբանություն է հասարակ։ Կարող եք կարդալ այդ մասին։ Ու շատ հետաքրքիր է։ Երբ որ այդ բաները կարդում ես և հասկանում ես, որ ինչքան սխալներ են թույլ տվացվել երեխաների դաստիարակության մեջ։ Այսքանը։